կենտրոնում Բուենո եւ Լուիս Ֆելիպե, Ալվին Թերա, Մաքսանս Կարլիեկա հանդիպման մեկնարկը եւ Կարլոս Ֆրանսան կիսապաշտպանությունում արջևի գծում Բեռնարդու Տաղանը հիմա գնդակով շարժվում է առաջ փոխանցում աջ Ֆրանսան մտավ Տուգանային հրապարակ եւ առաջին արվածը բայց այն շեղը ստացվում Ալեքս խաղասկսում է Բրունո Պերերա այսօր ձախից բնականաբար հիմա վտանգավոր կարող է ստացվել Նդուր տարավ գնդակը Նդուր եւ Միշևը փրկում է Նդուրը չի կարողանում երկրորդ հարվածը կատարել առաջին լուրջ հնարավորությունը իդեպ զուգահեռաբար ընթանում է Արադ Սարդարապատ հանդիպում եւ Սարդարապատը բացել է հաշիվը Կարլի է փոխանցում վտանգավոր է եւ գոլ բացվում է հանդիպալ հաշիվը եւ Արադ Արմենյանն Ալյուն Նդուրի ջանքերով կարողանում է Առաջ անցնել հաշվի մեջ Մաքսանս Կարլի գոլային փոխանցումը եւ Նդուրի եզրափակումը Արադ Արմենիային առավելություն են տալիս սա երկրորդ ակնհայտ գոլային հնարավորություններ Հայաստանի գործող չեմպիոնի եւ երկրորդ պահը Նդուրը կարողանում է ամեն դեպքում օգտագործել Հիմա տեսնենք կրկնապատկերը Այոնգոն լավ փոխանցում կատարեց դեպի Կարլիեն վերջինս դեպի խափեց Կարլիեի Նաղասարյան փոխանցում Ռաջանի ուղղությամբ, բայց կարողացավ Պորտուգալացի արձակվողը ընդունել ու շրջվել եւ հիմա Արադ Արմենյան արագ գրոյի անցնում Կարլոս Ֆրանսա Շաղոյանը սպասում է փոխանցմանը Շաղոյան եւ Զավեն Հովանիսյանն ասում է ոչինչ չկար շարժվում է առաջ Ֆրանսա ոչ Շաղոյանն է այստեղ եկել Մանևրում է ամբողջ խաղադաշտում Ժիրայր Շաղոյանը բարձրից փոխանցում վտանգավոր է Ցունից Միրզոյան փոխանցում դեպի Ռաջանին մեկ հպումով դեպի Լուլուկյանը փայլուն համագործակցություններ եւ դարպասածողն է փրկում Ռաջանի եւ Կարլի Միքայել Միրզոյան վերջինս փոխանցեց Ռաջանին մեկ հպումով դեպի Լուլուկյանը եւ գնդակ այս ընթացքում հայտնվեց դարպասում հավասարեցնում է Արչևի գծում միայն Ռաջանին է նաև Բրունո Միշելը տեղափոխություն աշ դեպի Փոլ Այոնգոն դուժերով է Արադ Արմենյան գրոհում Այոնգո փոխանցում եւ Միշևը վերցնում է գնդակ լավ գործեց Այոնգոին ձեռնում այն թողեց խնդիրներ ունի Այոնգոն ամեն դեպքում Միշել հարված վտանգավոր է Ռաջանի եւ Մերսեսյանը վերցնում է գնդակ Դիաստե տարբերակներ փնտրում աչիցուններ Փոլ Այոնգոյի տարբերակը մնաց գնդակով փոխանցում ձախ դեպի Շաղոյան առաջին կեսում Ֆրանսան եւ Շաղոյան հաճախ փոխվում են եզրերով վտանգավոր է Ֆրանսա հարված եւ Միշև Շաղոյանի կրակոցը Միշևը դժվարությամբ կրծքով հետ մղեց թողեց ճապոնացի կիսապաշտպանին Միրզոյան Լուլուկյանին չասա բայց Փիլյանը կշարունակի գրոհ Ուրարտուի հարված եւ Արման Ներսեսյան Խանցում դեպի Այոնգոն գտավ ազատ գոտի Այոնգոն Տուգանային հրապարակում է փոխանցում արված շատ վտանգավոր էր բայց գնդակը մի փոքր շեղության դուրս անցավ դաշտի սահմաններից ոչ թե եւս զուգահեռաբար ընթացող խաղում հաղթում է Սարդարապատը 2-0 հաշվով այս տուրում կայանալիք հանդիպումների մասին վաղը Գանձասար Սյունիք Կիրակի Փյունիկ Վան Շիրակ Նոա եւ երկուշաբթի վտանգավոր է եւ փրկում է Ալեքսանդր Միշևը բայց շարժվում առաջ Բանջակի փոխանցում դեպի Օլիվերան դեպի Տուգանային հրապարակ Միշևը հեռացրեց գրոհ շարունակվում է Շաղոյան հիմա Սանդրո Լիմա փոխանցում դեպի Պերերան դարձյալ Լիմա եւ Միշևը վերցնում է գնդակ առաջին հարվածը Սանդրո Լիմայի այստեղից երևի թե ավելի շատ Վերիկ Փիլյանը փոխանցում կատարել բայց չանցավ այդ փոխանցումը շատ վտանգավոր պայր Սանդրո Լիման թունեց գնդակը եւ շարժվում է առաջ Լիման Արթուր Սերոպյանը մոտենում է Տուգանային հրապարակին Լիմա փոխանցում թիկունք Դիաս հարված ու գոլ Բերնարդո Դիասը դառնում է գոլի հեղինակ եւ Սանդրո Լիման
ասիստ է գրացում իր անվան դիմաց Բենին դրան այդպես են անվանում և նրա մարծաշապիկին այդպես է գրված իր առաջին գոլն է խփում Արարատ Արմենիայի կազմում և հիշում եք ինչից սկսվեց այս ամենը երբ Ուրարտուն հրաշալի գրոյի հնարավորություն ուներ և Էրիկ Պիլոյանի փոխանցումը չանցավ, հետևեց Արարատ Արմենիայի արագ գրոհը, հակագրոհը Սանդրո Լիման մտավ Տուգանային հրապարակ, կաթար պայեց, լավ փոխանցում կատարեց Բերնարդոին և վերջինս էլ հաշվը նկատ հարվածով գնդակը դրեց Ալեքսանդր Միշիևի պաշտպանած դարպասում Yes, Լիմա նորից կենտրոնում ազատություն ունի Սանդրո Լիման փոխանցում դեպի Սերոպյանը մոտեցավ Տուգանային հրապարակին Սերոպյան և հոնրոդարձով էր Արեն Մուրադյանը հանգստություն հաղորդեց Արարատ Արմենիայի կիսապաշտպանական գծի խաղին մնաց գնդակը խաղադաշտի սահմաններում Բանջակի լավ փոխանցում է ոտքը դրեց Դիասը բայց այն արված Օլիվերան է կենտրոնում հրաշալի փոխանցում է կատարում դեպի Պերերան Տուգանային հրապարակում է և Միշիևը վերցնում է գնդակ փոխանցում առաջ Բանջակի արագությամբ գերազանցեց Պիլոյանին Բանջակի և Միշիևը վերցրեց գնդակ Միայն Էրիկ Պիլոյանն է Տուգանային հրապարակից դուրս կանգնած վելոսա փոխանցում վտանգավոր է հարված և բարձր է ստացվում Իշիբաշի հարվածը ու ավարտված է հանդիպումը Արարատ Արմենիան հաղթում է Ուրարտուին 2-1 հաշվով տուրի կենտրոնական հանդիպումը ավարտվում է Մանուել Տուլիպայի գլխավորած թիմի հաղթանակով իսկ Զավեն Հովհաննիսյանը առայժմ խնդրում է սպասել հիմա արդեն վերջ հաղթում է Արարատ Արմենիան առաջնությունում երկրորդ հաղթանակն է տոնում և Սարդարապատի հետ ստանձնում առաջատարությունը Արարատ Սարդարապատ խաղը ևս ավարտվեց այնտեղ 2-1 հաշվով հաղթեց Սարդարապատը